Մենք ենք մեր սարերը տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականի աշնանը Ռուբեն Վարդանյանի եւ իր գործընկերների կողմից Արցախի եւ Սյունիքի աջակցության եւ զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով։ 2022-23 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում կազմակերպությունն Արցախում իրականացրել է ավելի քան $2 միլիոն նախագծեր, որոնք օգնել են պաշարման մեջ գտնվող բնակչությանը հաղթահարել սովը, դիմակայել ցրտին, հոգալ իրենց առողջական եւ առաջին անհրաժեշտության մյուս կարիքները։ Բարդ իրավիճակում բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով կազմակերպությունը հնարավորություններ է ստեղծել կրթական եւ հոգեվոր մշակութային ծրագրերի իրականացման համար։ No. 2023-ի սեպտեմբերին Արցախից բնակչության մասսայական տեղահանության ժամանակ Ռուբեն Վարդանյանը ապօրինի գերեվարվել է ադրբեջանական ուժայինների կողմից եւ այսօր գտնվում է անազատության մեջ։ Հավատարիմ իր մարդասիրական առաքելությանը Բաքվի բանտից նա հորդորել է չընդհատել բարեգործական ծրագրերը եւ շարունակել արցախցիներին աջակցությունը Հայաստանում։ 2023 թվականի հոկտեմբերից մենք ենք մեր սարերը սկսեց նոր ծրագրեր, որոնք առաջնահերթորեն ուղղված էին օգնելու բռնի տեղահանված ընտանիքներին վերականգնվել ծանր հոգեկան ցնցումներից հետո, կայունացնել ընտանիքների սոցիալական վիճակը, զարգացնել եւ իրացնել իրենց ներուժը Հայաստանում։ Մենք ենք մեր սարերը առաջին օգնության հասավ բռնի տեղահանված երեխաներին, ովքեր շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հյուծված ու թուլացած տեղափոխվել էին Հայաստան, հաղթահարելով գաղթի ճանապարհի բոլոր դժվարությունները։ Մենք ենք մեր սարերը գործակալությունը 4-ից 18 տարեկան բռնի տեղահանված արցախցիների եւ նրանց ծնողների համար վերականգնողական ծրագիր նախաձեռնեց, որի անունը, այսպես շատ մեր համար խորհրդանշական թևեր անվանվեց։ Ծրագիրը իրենից ներկայացնում է բազմակոմպոնենտ մի նախագիծ, որի հիմքում ընկած է մարմնի, հոգու եւ մտքի վերականգնումը։ Դիլիջանում եւ Գյումրիում Երամսյա վերականգնողական ծրագրին մասնակցած երեխաների մեծամասնությունը հաղթահարել է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անքնությունը, անհանգստությունը եւ վախը։ Շնորհակալ եմ թևեր ծրագրին, որ իրանք ստեղծեցին ու մեզ երջանկացնին։ Մենք ամեն ինչով անցած երեխաներս սովորեցինք, որ դժվար պարագայում երբեք պետք չէ հուսահատվել։ Երկրորդը, որը ես կարևորեցի, այն էր, երբ մենք նկարեցինք վախեր, իրար բացատրեցինք եւ այդ վախը մեր միջից դուրս էր եկել։ Թերապիայի դասընթացն ավարտած ծնողների 70%-ը բարելավել է հոգեբանական ինքնազգացողությունը։ Ծրագիրը ներառում էր նաև համայնքային միջոցառումներ եւ էքսկուրսիաներ, որոնք ոչ միայն հոգեբանական թեթևացում տվեցին, այլև նպաստեցին ընտանիքների ինտեգրմանը իրենց նոր համայնքներում։ Այն վերաբերմունքը, որ դուք եք ցուցաբերել մեզ, իրոք մեզ թևեր տվեց։ Առաջ նայելու, չկոտրվել։ Հույսով ապրել։ Կարևորելով տեղահանված մարդկանց զբաղվածության եւ սոցիալական ապահովման խնդիրները, մենք ենք մեր սարերը 103 արհեստավորների տրամադրեց աշխատանքային գործիքներ եւ սարքավորումներ, օգնելով շատերին մասնագիտական վերապատրաստման միջոցով ձեռք բերել նոր հմտություններ։ Այս ծրագրի աջակցությամբ շահառուների ավելի քան 80%-ը կարողացել է աշխատանք գտնել Հայաստանում, սկսելով նոր կարիերա եւ կենսական միջոցներ ստեղծելով իրենց ընտանիքների համար։ Մի հատ գործիք, մի հատ աշխատատեղ է, որ եկել եք, ոչ մեկ չգիտենք ով որտե պիտի մնա։ Հաստատի հիմի մեկը գալիս է Արտաշատից, մեկը Աշտարակից, մեկը Երևանից, մեկը Հոկտեմբերյանից։ 8 աշխատող ունեմ այս պայմանությամբ։ Հաշվեք մին ընտանիք, հալի եկալանք սեստի։ Միասին հաց ենք ուտում, միասին գործ ենք անում, միասին չարչարում ենք։ Սրտանց կոզեմ շնորհակալություն հայտնեմ բոլորին, անխտիր բոլորին, որովհետև իմ նման շատ մարդիկ կան։ Եթե աջակցեն, այնքան որ այդ աջակցությունը գործ դառնա։ Ես այս ընթացքում սովորել եմ մի բան, ցավը փոխարինել ուժով, ու այդ ցավը ինձ ուժ է տալիս, որ ես ավելի շատ առաջ գնամ։ Անընդհատ փորձում եմ ինչքան հնարավոր է շատ աշխատեմ, որ մեծ հաջողությունների հասնեմ ու վաղը տեսնեմ իմ հայրենիքը, ապրեմ իմ հայրենիքում ու զարգացնեմ իմ հայրենիքը։
Մատենա առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի արցախցի շրջանավարտներին Երևանում հնարավորություն տրվեց մասնակցելու եւս մի քանի մոդուլների աշխատաշուկայում իրենց մրցունակության բարձրացման, ձեռներեցության խթանման եւ առաջնորդների ցանցի ստեղծման նպատակով։ Ֆրանսերենի դասեր արցախցի դպրոցականների համար նախագիծն օգնում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին վերականգնել շրջափակման եւ տեղահանության հետևանքով բաց թողած դասերը, իսկ սկսնակներին յուրացնել նոր ուսումնական նյութը եւ հետ չմնալ դպրոցական ծրագրից։ Ծրագիրը շարունակվեց ամառային արձակուրդներին, երեխաներին հնարավորություն տալով ուսուցումը համատեղել հետաքրքիր հանգստի հետ։ Սյունիքի զարգացման ուղղված կենասծառ ծրագիրը շարունակում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունները Տաթևում։ 23 երկրներից 268 անհատների եւ 1 տասնյակից ավելի կազմակերպությունների մասնակցության շնորհիվ Տաթևում հիմնվել է նոր այգի 1000 պտղատու ծառերով։ Մայիսի 25-ին այգու բացման արարողությանը տնկվել է նաեւ կենասծառը Սոսին, խորհրդանշելով նոր սկիզբ եւ հայ ժողովրդի տոկունությունը։ Տաթևի վանք կատարած օգտագործությունը հավաքել է ավելի քան 1000 մասնակիցների, ովքեր համախմբվել են համատեղ աղոթքով Բաքվում պահվող հայ գերիների ազատության համար։ Տեր, ազատիր մեր գերվածների եւ չարի կողմից նրանց ծառայության մատնավատությունից ազատիր նրանց։ Ընդհանուր առմամբ իր գործունեության 2 տարիների ընթացքում մենք ենք մեր սարերը իրականացրել է $2.5 միլիոն արժողությամբ ծրագրեր եւ նախագծեր Արցախում եւ Հայաստանում, որոնք դրական ազդեցություն են ունեցել ավելի քան 70,000 մարդու, այդ թվում շուրջ 20,000 երեխաների կյանքում։ Իր գործունեության նոր փուլը մենք ենք մեր սարերը մեկնարկում են նոր նշանաբանով եւ ուղենիշներով։ Համայնքի հզորացում, ժառանգության պահպանում, ապագայի կերտում։ Մենք ենք մեր սարերը բաց է համագործակցության համար եւ ողջունում է կազմակերպությունների եւ անհատների մասնակցությունը դրական փոփոխությունների ընդլայնմանը միտված ծրագրերին։ Միացեք մեզ, որպեսզի հույսը դառնա իրականություն։